Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Save Invest հաշվապահական կենտրոնը ստեղծված է հեշտացնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց աշխատանքը։ Կենտրոնն առաջնորդվում է արևմտյան այն խոսքերով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իսկ մնացածը ուղղակի հանձնի համապատասխան որակավորմամբ մասնագետներին։ Save Invest-ի որակավորված մասնագետներին հանձնելով ձեր հաշվապահական բանալին, դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ նվիրվել միայն ձեր աշխատանքին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Save Invest հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրենը Սերգեյ Խաչատրյան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շատ հիանալի, ուրախ տրամադրությամբ, քանի որ գտնվում եմ այս գեղեցիկ տաղավարում ձեզ հետ միասին։ Շնորհակալ ենք շատ, մի փոքր պիտի խնդրեմ ներկայացնեք ընդհանրապես ընկերությունը, հա, ինչ գործունեություն է ավելի շատ ծավալում եւ ինչպես է արվում, որ երբեք հաճախորդը, որ հանձնում է ձեզ իր հաշվապահության բանալին, չունենա ոչ մի խնդիրներ եւ հանգիստ վարի իր բիզնեսը։ Մեր ընկերությունը հիմնականում ծառայություններ է մատուցում հաշվապահական ոլորտում, նաեւ իրավաբանական աջակցություն ունենք եւ մեր գործընկերների հետ մենք երկարատև տարիներ աշխատում ենք։ Մեր հիմնական մոտիվացիան այն է կայանում, որ մենք կարողանանք մեր գործընկերներին այնպես սպասարկել, որ նրանց բիզնեսը հաջողություն ունենա եւ իշա մեր պետության ավելի շատ հարկեր վճարի եւ հիմնական այդ մոտիվացիայով շարժվելով մենք կարողանում ենք այնպես անել, որ դժվարությունները պատվով հաղթահարել եւ երևի 11-ից ավելի է մենք ունենք գործընկերներ, որոնց սպասարկում ենք եւ ամեն անգամ որակը ավելի ենք փորձում բարձրացնել։ Որ հարցերով են ամենաշատը դիմում ձեզ։ Տեսեք, վերջին շրջաններում ավելի շատ ֆիզիկական անձինք են դիմում, գիտենք, որ անհատական եկամուտների հայտարարում կա Հայաստանում արդեն ներդրված, այդ հարցերով է մի շարք տարբեր խնդրահարույց իրավիճակներ առաջանում, իսկ իրավաբանական անձանց դեպքում, ովքեր որ բիզնես են ուզում սկսել, արդեն նախնական փուլում, թե ինչպես գրանցել ընկերությունը, ինչ հարկատեսակներ գոյություն ունեն, բնականաբար մենք մեր խորհրդատվությունը, որը անվճար խորհրդատվություն է, փորձում ենք հնարավորինս մատչելի եւ անվճար այդ ծառայությունները մատուցենք, որպեսզի կարողանա բիզնես սկսող անձը սպառիչ պատասխաններով որոշում կայացնի, թե ինչ ուղղվածությունով է շարունակելու։ Շատ լավ, եթե մարդը նոր է սկսում այդ ասպարեզում իր քայլերը, հա, ինչպես կարողանա ավելի գրագետ վարել այդ ամենը, որովհետև ցանկացած սխալ վրիպում կարող է բերել, չգիտեմ, անհաջողությունների։ Արդյոք ընկերությունը կարող է այդ ամբողջ ընթացքում սկզբից մինչև վերջ նախաձեռնել, այնուհետև շարունակել այդ ամենը։ Տեսեք, եթե անձը սկսում է բիզնես սկզբից եւ չի դիմում պրոֆեսիոնալ մասնագետների, շատ ճիշտ է հնարավոր է լինեն այնպիսի բացթողումներ, որոնք հետագայում դրանց վերականգնելը շատ դժվար լինի եւ արդեն հետևանքներ ունենա։ Դրա համար շատ կարեւոր է դիմել պրոֆեսիոնալ մասնագետների կամ արդեն իսկ համալրված եւ փորձառու ընկերություններին։ Եվ այդ ընկերությունները կամ պրոֆեսիոնալ մասնագետները ձեռքը բռնելով նոր սկսած բիզնես իրականացնողների չեն թողի, որ նա կարող ինքնուրույնաբար խնդիրներ ստեղծել, որ հետագայում ավելի դժվար դրանք ուղղել կլինի։ Բնականաբար այստեղ պետք է դիմել պրոֆեսիոնալ մասնագետների, սակայն ցավոք սրտի Հայաստանում ոչ բոլորն են պրոֆեսիոնալ մատուցում ծառայություններ մատուցում եւ բիզնես իրականացնողը շատ ժամանակ պետք է աշխատի այդ անձի հետ, որ որոշ ժամանակ հետո հասկանա պրոֆեսիոնալ է թե չէ։ Այս խնդիրը ունենք Հայաստանում, որ պետք է աշխատեն, նոր հասկանալ միանգամից աշխատանքի որակը գնահատել շատ դժվար կլինի։ Դրա համար պետք է երևի խորհրդատվությամբ դիմել արդեն մասնագետների, ովքեր որ փորձ ունեն ինչ-որ ընկերության հետ կամ մանավանդ հետ աշխատանք կատարել։ Մեր իրականությունում վերջին նորություններից էր 10%-ը հարկվելու, այսինքն 5%-ը դարձավ 10%, որը մի մասի համար այսպես դժգոհությունների առիթ տվեց, մյուս մասը ասաց, որ շատ օքեյ է, որ մենք պետությանը կարողանանք մեր աշխատանքի մի մասը ներդնել, որպեսզի պետությունն էլ զարգանա։ Այս մասով հաշվապահական առումով ինչ որ ձևակերպումներ, խնդիրներ, ինչ որ դժվարություններ կան։ Ճիշտ եք ասում, այո, կան ոլորտներ, որտեղ որ ձեռնտու է եղել այդ փոփոխությունը, որովհետև ավելի նվազ հարկեր են վճարում, բայց կան ոլորտներ, որտեղ որ հարկային բեռը ավելացել է, այդ թվում օրինակ հենց հաշվապահական ընկերությունների համար։ Այո, հաշվապահական հաշվառումը իրեն հերթին արդեն ավելի է բարդացել, որովհետև կարծես թե իր ձևաչափը փոխել է այդ փոքր եւ միջին բիզնեսի համար, պետք է հաշվառումը լիներ պարզեցված տարբերակով։ Այնինչ այս փոփոխությունները բերել են նրան, որ այսօր հաշվառում վարելը փոքր միջին բիզնեսի համար ել ավելի բարդ է, քան խոշորների համար, որովհետև արդեն ծախսերի փաստաթղթավորում եւ այլն։ Բնականաբար մեր կյանքում շատ բաներ են փոխվել եւ կարելի է ասել վերջին տարիներին այս օրենսդրական փոփոխությունները միայն հաշվապահական ծառայությունների կյանքը ել ավելի են բարդացնում, որովհետև օրենսդրական պահանջները ավելանում են կամած եւ ստիպված հաշվապահները պետք
պետք է փորձեն պրոֆեսիոնալ իրենց ծառայությունների շրջանակներում միջև վերջ վարեն, որպեսզի հետագայում տնտեսվարողը հարկային տուգանքների առջև չկանգնի։ Շատ լավ, երբ որ դու նախաձեռնում ես ինչ-որ բիզնես, միշտ գաղափարը այնա, որ հնարավորինս քիչ շփվես խնդիրների հետ, հատկապես երբ որ գաղափար չունես հաշվապահությունից, հա, եւ մտածում ես, ինչպես անեմ, որպեսզի ես ավելի հեռու մնամ այդ ամենից, բայց նաեւ վստահելի եւ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, որ վաղը միսօր ինչպես ասում են, ես չեմ կանգնի խնդիրների առաջ, հաշվապահության ոչ այնքան ճիշտ վարման պատճառով, հա։ Ինչպես են ձեր հաճախորդները գնահատում բոլոր այն աշխատանքները, որոնք արվում արդեն համագործակցության ջանքերով։ Ինչքանով են հանգիստ նրանք, որ դուք ամեն ինչ շատ ճիշտ կտանեք եւ նրանք ոչ մի խնդրի չեն հանդիպի։ Տեսեք Սուրեն ջան, ես կարող եմ ասել, որ մեր գործընկերները, ում հետ համագործակցում ենք, երևի թե երկար տարիների փորձն է, որ մեր հետ աշխատել են եւ վստահությունը տարեց տարի ավելացել է եւ մենք կարողացել ենք այնպես անել, որ մեր գործընկերները հանգիստ լինեն, անցել ենք բազմաթիվ ստուգումներ, հարկային հսկողություններ եւ այդ ամենի ընթացքում մենք կարողացել ենք ապացուցել, որ մեր աշխատանքը կատարվում է օրենսդրության շրջանակներում եւ չունենք որևիցե բացթողումներ, որոնք որ մեր արած աշխատանքի պատճառով կբերեն ֆինանսական խնդիրների մեր գործընկերների առջև, բայց դա միևնույն է մեր զգոնությունը չի թույլատնում եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը, եթե ունենք գործընկեր, ենթադրենք 10 տարուց ավել համագործակցում ենք, միևնույն է մեր աշխատանքը մենք պետք է կատարենք նույն որակով, ինչը կատարել ենք 10 տարի առաջ եւ բնականաբար ել ավելի ավելացնելով։ Այսինքն ճանապարհը դժվարությունները, որ միասին անցել ենք, դա արդեն վստահություն է փոխանցում մեր գործընկերներին։ Եվ քանի որ սա այն կարևորագույն ոլորտներից է, որը բոլորիս առնչվում է, բոլորիս հետ կապ ունի, եւ ուրախությամբ տեղեկացնենք հեռուստադիտողներին, որ առաջիկա չորեքշաբթիներին մենք հատուկ էջ կունենանք հենց հաշվապահական ոլորտին անդրադարձ կլինի եւ հետաքրքիր է, քանի որ հենց դուք եք ներկայացնելու այդ ամբողջը, ինչ թեմաներ եք առանձնացրել մեր հեռուստադիտողների համար։ Փորձել ենք հնարավորինս արդիական թեմաներ առանձնացնել։ Այսօր գիտենք, որ Հայաստանում ներ է դրվել անհատական եկամուտների հայտարարումը եւ կարելի է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարում ներկայացնեն, անկախ նրանից եկամուտ ստացել են թե չէ։ Բնականաբար այս հարցը շատ արդիական է եւ կարծում եմ դեռ արժեվի տարիներին նույնպես արդիական կլինի եւ ունենք արդեն բիզնեսի սկսելու հետ կապված, ես օրինակ կարող եմ ասել, որ այսօր էլ հնարավորությունը օգտագործեն, որ բիզնեսը սկսելուց առաջ սկսնակները հիմնականում, հա, գնացում են իրավաբանական անձ կամ հաշվառում են անաձեռնարկատեր, որոշում են հաշվապահին կամ իրավաբանի դիմել այն ժամանակ, երբ որ արդեն եկամուտներ են ստանում։ Այնինչ պետք է դիմեն նախորոք, ստանալ խորհրդատվություն, որոշեն իսկ կազմակերպական տեսակ են ընտրելու, նոր հաշվառեն անձը կամ գրանցեն իրավաբանական անձ։ Այդ խորհրդատվությունը թե ինչպես սկսել բիզնեսը նախապես, մենք ունենք կանխիկի սահմանափակումներ։ Այդ կանխիկի սահմանափակումները այսօր Հայաստանում խախտվում են հատկապես ֆիզիկական անձանց կողմից։ Իրավաբանական անձինք հաշվապահների կողմից ստանալով խորհրդատվություն ինչ որ չափով պահպանում են, բայց ֆիզիկական անձանց կողմից այդ խախտումները շարունակում են իրականացնել, իսկ հարկային պատասխանատվությունները պարտադիր չէ, որ խախտման պայն արձանագրվեն։ Հնարավոր է անցնել որոշ ժամանակ եւ այդ խախտումը արձանագրվի։ Այս թեմաներն ենք անդրադարձ կատարել, որոնք որ շատ կարեւոր են եւ ես կարծում եմ, որ հանդրության մեջ կարևոր բացթողում ունենք իրազեկման մասով եւ իրազեկման մասով մեր ընկերությունը մասնավորապես բազմաթիվ հանրօգուտ աշխատանքներ է կատարել, ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս եւ փորձել ենք հնարավորինս անվճար հիմունքներով իրազեկ պահել հանրությանը, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ կան, որոնք վերաբերել են ոչ թե միայն իրավաբանական անձանց, այլ թվում նաեւ ֆիզիկական անձանց։ Շատ լավ, այդ դեպքում եկեք հասկանանք ինչու պիտի հաճախորդը այսքան շատ ընկերություններից ընտրի ձեզ եւ գա եւ համագործակցի ձեզ հետ։ Ես կասեմ, որ մեր ընկերությունը միակը չէ, որ լավագույններից է, ես կարծում եմ մեր ընկերների մեջ շրջանակում կան մարդիկ, ովքեր որ լավ ընկերություններ ունեն եւ կարելի ասել մենք համատեղ քայլերով առաջ ենք շարժվում, իսկ ինչու պետք է դիմեն Safe Invest-ին։ Տեսեք, Safe Invest ունի աշխատանքային դրագիր եւ կայունություն, այդ կայունությունը ինչու՞ն է կայանում։ Մենք գիտենք, որ վերջին շրջանում անկախ Հայաստանի տնտեսական իրավիճակներից մեծ ընկերություններ Հայաստանում ներգրավեցին եւ տնտեսական մեծ աճ եղավ, ինչը բերեց նոր բիզնեսների գրանցման եւ բնականաբար պետք է դիմեին հաշվապահական ընկերություններին։ Եվ մենք մեր ռեսուրսներով կարողացանք կայուն ձևով, ինչպես մեր հին հաճախորդներին, այդպես էլ նոր հաճախորդներին սպասարկել բարձր որակով եւ մենք այնպես չվարվեցինք մեր հին հաճախորդների հետ, որ կարծես թե նոր գործընկերներ ունենք, իրենց հետ այլևս պետք է վազ սպասարկենք կամ որակը իջացնենք։ Այսինքն կայունությունն է մեր կարևոր աշխատանքի մեջ, որ մենք կարողանում ենք մեր ռեսուրսների հաշվին կայուն աշխատանք կատարել եւ երբևիցե բիզնեսին անհանգստություն չպատճառենք։
Որակի մասին գիտեք, որակի մասին խոսելը շատ կարող ենք խոսել, բայց դա պետք է աշխատեն որոշ ժամանակ եւ հասկանան թե ինչպեսի որակով, ինչպեսի մտահոգությամբ ենք մենք մոտենում։ Անձամբ ինքը շատ մեծ մտահոգության է մոտենում հատկապես ստարտափների, որպեսզի նրանք կարողանան իրենց գաղափարները կյանքի կոչեն։ Ես կարծում եմ, որ նրանց ամեն մեկի բիզնեսի կետը կյանքի կոչվեց ի նպաստ մեր պետությանն։ Բնականաբար այստեղ մեր անելիքը շատ է եւ մենք փորձում ենք միայն հաշվապահական ծառայություններով չսահմանափակվել, այլ կարողանանք խորհրդատվություն տալ, ունեք անձամբ ինքս, եթե ինչ-որ մեկը բիզնես գաղափար ունի, ես իրան հարցադրումներով փորձում եմ հուշել, թե արդյոք ինքը ուսումնասիրել աշխատաշուկայում ինչպիսի խնդիրներ կան կամ տարածքային ինչպիսի խնդիրներ կան, ուսումնասիրել է ամբողջությամբ բիզնեսի դժվարությունները եւ նոր սկսում է թե չէ, որովհետեւ միայն գաղափարը բավարար չէ։ Պետք է մի շարք գործոններ նույնպես հաշվի առնել, իսկ արդեն ես ինքս որպես մեր գործընկերների հետ աշխատելով, երկար տարիներով աշխատելով, փորձում եմ հուշելով նրանց բերել այդ խնդիրների շուրջը։ Հասանելիությունը հաճախորդի հետ, հա, 24 ժամյա է, այսինքն ինչու եմ սա ասում, որովհետև շատ անգամ երբ պահի տակ շատ արագ պետք է կապ հաշվապահի հետ, արդյոք ամեն րոպե կարող է հանգիստ լինել հաճախորդը, որ ինքը միշտ կապի մեջ է իր հաշվապահի հետ։ Տեսեք, այդ խնդիրը շատ արդիական է, որովհետև միայն բիզնեսին սպասարկելով աշխատանքային գրաֆիկի շրջանակներում 9-ից 6-ը շաբաթը 5 օրյա բավարար չէ եւ ունենք գործընկերներ, ովքեր որ արտահանումներ են կատարում, ներմուծումներ են կատարում եւ դա պահանջում է նաեւ շաբաթ կիրակի օրվա աշխատանքներ։ Բնականաբար մենք վաղուց արդեն այդ գործոնը ապահովել ենք մեզ մոտ եւ այն գործընկերները, ովքեր որ կիրակի օրը ունեն աշխատանքներ, բնականաբար մեր կողմից արդեն իսկ նախնական ձեռբերված պայմանավորության համաձայն պատշաճ մատուցում ենք այդ ամենը։ Ահա, եւ կազմակերպության մասին էլ մի փոքր, քանի աշխատող կա եւ առհասարակ հաճախորդ եւ հաշվապահ կապը ինչպես է պահվում եւ ինչ սխալներ կարող են հաճախորդները թույլ տալ, որոնք օրինակ կխոչընդոտեն ձեր աշխատանքին։ Այս մասով մի քիչ հուշենք, որպեսզի մարդիկ ավելի վստահեն եւ ավելի շատ կարողանան ձեզ թողնել տարածք աշխատելու համար, այդ դեպքում կարծում եմ ավելի արդյունավետ կլինի ձեր աշխատանքը։ Տեսեք, մեզ մոտ աշխատողների թվականակը 30-ի շուրջ է արդեն եւ մենք միտում ունենք զարգացման։ Անցած տարի մենք բացեցինք մեր երկրորդ մասնաճյուղը եւ բնականաբար այդ գործընթացը շարունակելու ենք եւ մի քանի օր առաջ նշեցինք մեր ընկերության 25 տարին։ Տեսեք, մեր ընկերությունը գրանցվել է 2000 թվականին, այո, ես ինքս ընկերության աշխատակող եմ եղել 2009 թվականից 1 տարի հետո աշխատակազմի ղեկավար եւ որոշ տարիներ հետո ընկերությունը ամբողջությամբ ձեռք եմ բերել եւ կարելի է ասել, որ մեր ընկերությունը ես ինքս 15 տարուց ավել, այսինքն աշխատում եմ ընկերությունում սկզբից աշխատակազմի ղեկավար, հետո հիմնադիր։ Այդ երկար տարիների ընթացքում մենք աշխատողի հոսունությունը հնարավորինս դանդաղեցրել ենք եւ մեզ մոտ արդեն կայուն ձեռագիր ունենք եւ գործընկերներին սպասարկումը մեզ մոտ չի իրականացվում մեկ աշխատողի կողմից, առնվազն 2 աշխատող սպասարկում է գործընկերը, անկախ դրանից փոքր գործ է թե մեծ գործ է եւ աշխատողի արձակուրդը լինելու իրավիճակում իրենց աշխատանքը կանգ չի առնում, այսինքն կայունությունը մեր գլխավոր կարելի ասել զենքերից մեկն է, որ մենք ապահովում ենք։ Իսկ դաշտի արագ փոփոխությանը, հա, որովհետև այսօր օրենսդրական դաշտը այս ոլորտում շատ արագ փոխվում է, ամեն օր նոր օրենքներ լինում, փոխվում են, շատ անգամ մտածում ես, որ այդ օրենքը չի գործում, բայց այդպես չէ, հետո մի օր անակնկալային իմանում ես, որ դու դա պիտի պահեր չես փայ եւ այլն։ Այս փոփոխություններին ինչքանով է արագ թիմը կարողանում ծանոթանալ եւ տեղեկացնել նաեւ հաճախորդին։ Տեսեք, առաջ մի քանի տարի առաջ մենք օրենսդրական փոփոխություններին հետևում էինք, ենթադրենք ամիսը 1, բայց այսօր իրավիճակը պարտադրում է, որ դու հետևես օրենսդրական փոփոխություններին ամեն օր։ Այդ աշխատանքը կատարում են մեզ մոտ փորձագետ որակավորված հաշվապահները իմ գլխավորությամբ, այսինքն մենք ունենք հստակ ձեռագիր շաբաթական եւ օրական հետևել օրենսդրական փոփոխություններին եւ նույնիսկ նախագծի փուլում մենք մեր գործընկերներին արդեն տեղեկացնում ենք, որ կա նախագիծ, ենթադրենք 6 ամիս հետո կատարվելու է հարկային դաշտի փոփոխություններ կամ նոր դրույքաչափեր են սահմանվելու եւ այլն։ Այդ փոփոխությունների մասին նախապես իրազեկում ենք։ Դրանից առաջ թիմային քննարկում է կատարվում, վեր են կազմում բոլոր խնդիրները, եթե կան օրենսդրական երկիմաստ մտքեր կամ դեռևս նախագիծը հնարավորինս լավ լրամշակված չի, կատարում ենք ինքներս քայլեր, գրություններ են գրում հարկային մարմիններին, կառավարությանը, նույնիսկ մեր ընկերությունը արդեն վերջի 2 տարին մեծ տեմպով առաջարկներ է կատարում կառավարությանը կատարել հարկային օրենսդրության փոփոխություններ, ունենք բնականաբար հաջողություններ եւ մեր նախաձեռնությամբ լսելով տնտեսվարողի մոտ խնդիրները տեղափոխում ենք կառավարության օրակարգ եւ կատարվում են հարկային օրենսդրության փոփոխություններ։ Այո, մեր ձեռագիրը նաեւ դրանում է արդեն կարելի ասել բարելավել, բայց ունենք շատ անելիքներ։
Եվ քանի որ բիզնես ստարտափերից խոսեցինք ու դուք էլ շատ այսպես ամեն առումով թեմայի մեջ եք, ինձ հետաքրքիր է մեր երկիրը ստարտափի համար լավագույն երկրների ցանկում կդասեք դուք անձամբ հնարավորությունների առումով բնականաբար։ Տեսեք, նա ինչ ոլորտ է, բայց մենք գիտենք, որ Հայաստանը սահմանափակ է եւ ինչ բիզնես է, որ մենք մտածենք, եթե ինքը միտված է արտադրության օրինակ, պետք է այնպես կառուցել բիզնեսը, որ հետագայում դրա ավելացման հետ մեկտեղ ինքը միտված լինի արտահանմանը եւ արտահանումը կախված չլինի միայն մի երկրից, որը որ կարող է հետագայում մեծ խնդիրներ առաջ կանգնեցնել։ Ես ունեմ օրինակներ, որ բիզնեսը սկսել է եւ արտահանումը կախված է մի երկրից եւ չի կարողանում այլ երկրներ պարզապես հնարավորություն չունի այլ երկրներ տեղափոխելու եւ դա մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Ոստի բիզնես սկսելուց առաջ պետք է հնարավորինս հեռուն նայել արդյոք արտահանման միտում ունի թե չէ։ Եթե մենակ բավարարվենք Հայաստանի պայմաններով, որոշակի ոլորտներ հնարավոր են, որ իրանք մեծ շահութաբերություն ապահովեն, բայց կան հիմնական ոլորտները պետք է միտված լինեն արտահանմանը, որովհետև եթե ներմուծում վաճառք կատարենք, այդտեղ ունենք սահմանափակում եւ դա ամենապարզ եւ հեշտ ձեռագին է կարելի ասել։ Դժվար գործընթաց է արտադրություն իրականացնել եւ արտահանել։ Ով որ ընկերությունները կարողանան այդ գործընթացն իրականացնել, իրանք ել ավելի շահ եւ պետությանը օգուտ կբերեն։ Շատ լավ, եւ եթե մոնիտորինգ անենք, ինչքան հաճախորդ ունեք այսօր։ Քանի ընկերություն, կազմակերպություն է վստահում ձեզ իրենց հաշվապահությունը։ Ես թվականակ չեմ ուզում այս բանը նշեցնել, տեսեք 200 գործընկերությունից ավել է, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել 2019 թվականից, որ 2019-18 թվականից, որ ես ընկերության հիմնադիր դարձա ամբողջությամբ բաժնետոմսեր ինձ անցան, մինչ այդ ինչ-որ մասնաբաժիներ, մենք այդ ժամանակահատվածից հետո կարողացանք ընդամենը 2 տարի հետո մեր ընկերության աշխատավարձի ֆոնդը կազմեց 2 տարի առաջվա շրջանառության չափ։ Այսինքն մենք կարողացանք ֆոնդը բարձրացնել, աշխատավարձի ֆոնդը։ Այսօր մի քանի անգամ մեր աշխատավարձի ֆոնդը բարձրացել է եւ դա իմ համար մեծ մոտիվացիա է, որ կարողանամ ավելի շատ մեծ տեմպերով առաջ շարժվել։ Գնամ հաշվապահություն սովորեմ։ Արի վստահ ենք ուղղակի։ Շատ լավ, իսկ նրանք ովքեր ուզում են այս դաշտ մտնել, հա, արդյոք ընկերությունը ունի, հա, իր մոտ աճացնելու, սովորացնելու, այնուհետև լավ կադրերին պահելու արդեն որպես աշխատողներ։ Տեսեք, այո, բնականաբար հենց մեր ընկերությունն է հանդիսանում կամուրջ, մեր ընկերության նման ընկերություններ են հանդիսանում կամուրջ, սկսնակ կադրերին դարձնել մասնագետ եւ բաց թողել աշխատաշուկա, կարելի ասել, որովհետեւ մեզ մոտ պրոֆեսիոնալ մասնագետների հետ միասին համատեղ աշխատանք կատարելով, ոլորտները շատ զանազան լինելով եւ մեր կողմից ինտենսիվ սեմինարներին մասնակցելով նրանք կարողանում են աճել եւ մենք ունենք կադրեր, ովքեր որ 10 տարուց ավել են մեզ մոտ աշխատում, 5 տարի են աշխատում, կան կադրեր, որոնք որ 1-2 տարի հետո արդեն իրենք գտնում են իրենց այլ աշխատավայրում։ Բնականաբար հենց մեր ընկերության առաքելություններից մեկը կայանում է դրանում, որ մենք կարողանանք սկսնակ կադրերի համար ճանապարհ ուղղորդենք դեպի աշխատաշուկա եւ մենք ինքներս ունենք արդեն դասընթացների իրականացման գործընթաց։ Ես ինքս էլ դասախոսություն եմ կարտացել պետական համակարգություններում եւ մասնավոր հատվածում։ Մեր նպատակը նաեւ դրանում է կանում, որ մենք սկսնակների համար ճանապարհ հարթենք։ Շատ լավ, ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սարգոն, սպիտակ չոր գինին, որպեսզի ամեն հաղթանակ, որը համոզված եմ, որ յուրաքանչյուր օր է գրանցվում ընկերությունում, նշվի հենց այս գինու հետ միասին եւ ոգեվորի ել ավելի նոր բարձունքներ գրավելու համար։ Եվ իհարկե նաև ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որը արև բացիկներն են, էմոցիաներ են փոխանցում, այստեղ խոսքերը հետևյալն են. հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախ երազ եւ մի փոքր բառը փոխեմ։ Հաշվապահին պետք է հերվից նայել, կարելի եթե շատ մոտենաս։ Շատ խոսքը արեգակի մասին է, բայց դուք փոխեք հաշվապահին։ Հոգաչափ շնորհակալ եմ, ես ալկոհոլային խմիչքներից հիմնականում նախընտրում եմ հենց գինին, բնականաբար մեծ հաճույքով կխմեմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եւս։ Ես մեկ անգամ հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, եթե հաշվապահական կենտրոն եք փնտրում, որտեղ կլինեք ապահով ձեռքերում, ապա կարող եք դիմել Save Invest-ին եւ իրենք կազմակերպեն ձեր բոլոր հարցերի լուծումները ու դուք հանգիստ ձեզ համար կապրեք։ Իսկ մեր եթերում հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։